66 կողմ, 2 դեմ։ Ազգային ժողովն անցյալ շաբաթ ընդունեց Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ամեն ինչ կատարվեց լույսի արագությունից մի փոքր դանդաղ։ Կողմ 66 դեմ 2 ձեռնպահ 0 որոշում ընդունվել է։ Նոր կարգավորումներով Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորություն ստանալու համար պետք է բավարարի օրենքով սահմանված 11 պահանջ, նախկին 3-ի փոխարեն։ Ֆինանսական աղբյուրներ, մեկ տարվա գործունեության հաշվետվություն, մեկ տարվա ֆինանսական հաշվետվություն, այսինքն վերջին պահին ասել, որ դու այս չափորոշիչներով կարող ես մասնակցել կամ այս չափորոշիչներով չես կարող մասնակցել, դու մեկ տարվա կտրվածքով, երբ որ պահանջ ես դնում ընտրություններից մի քանի ամիս առաջ, դու ուղղակի ամբողջական սեռանը շուռ ես տալիս խաղի կանոնները փոխում ես։ Որում այստեղ կան այնպիսի պահանջներ, որոնք կարող են կամայական կերպով մեկնաբանվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, այսինքն օրինակ ասենք դիտորդին ներկայացվող պահանջների մեջ պետք է լինի քաղաքական չեզոքությունը, բայց ժամկետ սահմանված չէ։ Այսինքն եթե դիտորդը Հայաստանի քաղաքացի հանդիսանալով հանդերձ երբևէ քաղաքական դիրքորոշում է հայտնել, դա կարող է պատճառ դառնալ, առիթ դառնալ դիտորդի իրավունքներից զրկել, դիտորդություն անելու իրավունքից զրկելու։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունում համոզված են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բավարար մեխանիզմներ չի սահմանում դիտորդական առաքելությունների գործունեության համար, մասնավորապես դիտորդների քաղաքական չեզոքության ու անկողմնակալության պարտականությունն ապահովելու նպատակով։ Իսկ թե ինչպես են իրենք հին եւ իրենց իսկ մեկնաբանման բացեր ունեցող օրենքով դարձել падգամավոր, ազգային ժողովում այդպես էլ չքննարկվեց։ Դիտորդական առաքելությունները ընտրական գործընթացում ներգրավում են որպես հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտներ, որոնց հիմնական առաքելությունն է ընտրական գործընթացի անկախ, օբյեկտիվ եւ անաչառ գնահատումը։ Այդ նպատակի իրագործումը հնարավոր է միայն այն պայմաններում, երբ դիտորդական առաքելությունները եւ դիտորդները գործում են քաղաքականապես չեզոք եւ անաչառ։ Գործող Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը չի սահմանում բավարար եւ արդյունավետ իրավական մեխանիզմներ դիտորդական առաքելությունների եւ դիտորդների կողմից քաղաքական չեզոքության եւ անկողմնակալության պարտականության պատշաճ կատարման վերահսկումը եւ ապահովումը երաշխավորելու համար։ Շատ անակնկալ էր նման նախագծի ընդհանրապես քարորյան ավարտելուց 1 օր հետո բերելը, որը մեր կողմից էլ հիմնական բողոքի նաև ձայնը բարձրացրեց, որովհետև ընդհանրապես ընդունված է եւ եվրոպական կառույցներն են այդ խորհրդատվությունը տալիս եւ Վենետիկի հանձնաժողովը հատուկ բանաձև ունի, որ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել հնարավոր է իրականացնել ընտրություններից առնվազն 1 տարի առաջ, որպեսզի խաղի կանոններ շատ կտրուկ չփոխվեն։ Եվ ավանդաբար ընտրական օրենսգրքում փոփոխությունները ընդունված է քաղաքական կոնսենսուսի արդյունքում կայացնել։ Ընդդիմություն, իշխանություն, բանաձևեր։ Նույն ձև օրինակ ազգային ժողովում էթիկայի հանձնաժողովը արդեն շուրջ 1 տարի է նաև միջազգային կառույցների մասնակցությամբ քննարկվում։ Իսկ այստեղ հռռկոպալ ուղղակի չէ, պետք է շատ արագ փոխել, իսկ տողատակերում հիմնականում սահմանափակել դիտորդական առաքելությունների մասնակցությունը, ֆիլտրացիա անել եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ ավել, որտեղ նախագահներ քաղաքացիական պայմանագրի կարգառուն անդամ, վարչության անդամ, նախկին падգամավորը ֆիլտրացիա անել, որպեսզի ոչ ցանկալի դիտորդական առաքելությունների ներկայացումը ընտրական գործընթացում սահմանափակվի։ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, եւ փոփոխությունների համար պահանջում է եւ ձայների 3/5 եւ նաեւ երկար նախապատասխանություն, բայց ամեն տեսակ խախտումների գնացին եւ բերեցին հապճեպ մինչ այդ չհայտարարված օրակարգով այս օրենքի նախագիծը ընդհանրապես հանրային քննարկման չի դրվել եւ ինչ որ կուլիսային քննարկումներ են եղել այս նախագծի առանց լայն հասարակության եւ մանավանդ դիտորդական կազմակերպությունների ներգրավման քննարկման։ Ինչը թույլ է տալիս վստահաբար պնդել, որ սա հենց ընտրություններից առաջ նախատեսված
օպերացիայի այդ ընտրությունների բարենպաստ արդյունքը ապավելու համար։ Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն հասարակական կազմակերպությունները եւ հիմնադրամները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը 1 տարի ներառում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, որոնց անվանումները չեն ասոցացվում տեխնացուների կամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքների անվանումների հետ, որոնք օրենքով սահմանված կարգով հրապարակել են իրենց գործունեության վերջին տարեկան հաշվետվությունը, որոնց կառավարման մարմնի կազմում բացառությամբ ժողովի որևէ անդամ չի մասնակցում տվյալ ընտրություններին տեխնացուի կարգավիճակով եւ որոնք չեն աջակցում տեխնացուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքներին կամ չեն կազմակերպում կամ չեն իրականացնում ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի օգտին կամ դեմ քարոզչություն եւ որոնք հավատարմագրման դիմումի մեջ բացահայտում են դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրները։ Տարբեր երկրներում օրենքները շատ էլ էականորեն չեն տարբերվում, բայց հիմնական խնդիրը խաղի կանոնները ընտրություններից 3-4 տարի առաջ փոխ։ Եթե հաջորդ ընտրությունների համար այսօր ընդունվեր օրենք, որ հաջորդ ընտրությունների դիտորդական առաքելությունում չեն կարող լինել ենթադրենք ատամնատեխնիկ կամ համալսարանի դասախոս, լրիվ հասկանալի կլիներ։ Պետությունը սահմանում է խաղի կանոններ, որոնցով պետք է հասարակական սեկտորը գործի կամ բոլորը գործեն։ Բայց վերջին պահին փոխել բավականին փորձառություն ունեցող դիտորդական կառույցներ կան, որ կրկնում եմ վերջին տարիների ընտրություններին շատ ակտիվ ներգրավվածություն ունեցել։ Հիմա բոլորին պարտադրում են խաղի նոր կանոններ, նույն ֆինանսական հաշվետվությունը։ Բնականաբար մի կերպ տարվել է հաշվապահություն, հիմա լրիվ խաղի կանոնները փոխելով այլ կերպ են փորձում տանել այդ ամբողջ վերահսկողությունը, ստուգումները, ես կասեի նաև գրաքննությունը։ Պահանջներ կան հենց բարեվարկության բանավոր հանձնաժողով, բանավոր քննություն է բարեվարկության, հարցազրույց, թե քննություն, չգիտեմ ինչ ասեմ դրան, որը հնարավորություն է տալու կամայական կերպով յուրաքանչյուր ցանկացած դիտորդի հեռացնել դիտորդական գործունեությունից։ Հարց ու պատասխանի հետևանքով ընթացքում կամայականությունը այս նոր 8 սահմանափակումների մեջ կամայականությունը ուղիղ կեսն է։ Տասնյակից ավելի դիտորդական կազմակերպություններ կան գրանցված, ընդհանրապես ասած այդ կազմակերպությունները գրանցվում են ընտրություններից առաջ եւ նաեւ դիտորդական դաշինքներ կարող են կազմվել ընտրություններից առաջ, ինչպես Գյումրի Փարաքարի ընտրություններից առաջ կազմվեց դիտորդական դաշինք եւ պետք է ասել, որ մանավանդ վերջի 3 թիմ ընտրությունները Երևանի, Գյումրի Փարաքար, Զուգահեռ եւ Վաղաշապատի ընտրությունները ցույց տվեցին, որ դիտորդական առաքելությունները կարևոր դեր են խաղում ընտրությունների ընթացքը, գոնե ընթացքի օրինականությունը ապահովելու համար։ Բայց մենք նաև ականատեսել ենք այն բաների, որ չնայած կենտրոնական տրական հանձնաժողովը որևէ խախտում չէր արձանագրել դիտորդական կազմակերպությունների կողմից, բայց քաղաքական ուժերը, մանավանդ իշխող քաղաքական ուժը անմիջապես հենց ընտրությունների ընթացքի ժամանակ եւ վերջի Վաղաշապատի ընտրություններից նույնիսկ առաջ հարձակումներ գործեցին, մեղադրելով խախտումների մեջ հենց դիտորդական կազմակերպությունների։ Նկատելի է, որ վերջին շրջանում հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Գյումրի, Վաղարշապատ մի շարք դիտորդական առաքելություններ շատ ակտիվ էին եւ շատ կարեւոր գործ էին անում ու նաեւ այսպես կոչեմ իշխանության գրպանում չէին։ Հիմա փորձելու են ամենանորոգությամբ թիրախավորել հենց այդ դիտորդական առաքելությունները։ Եվ հետաքրքրական էր իշխանության փաստարկը, լավ, եթե ընդդիմադիր կուսակցությունները դիտորդական առաքելություն չունեն, իրենք ինչի են անհանգստանում, այսինքն եթե օրինակ կաշեգործների մասին որևէ օրենսդրական փոփոխություն է, խորհրդարանի ընդդիմությունը գործ չունի դրա հետ, որտեղ խորհրդարանական ընդդիմությունը կաշեգործ չի կամ բժիշկ չի։ Ու այսպես ամեն մասնագիտության հետ կապված իշխանությունը կարող է կարել ձևել օրենսգրքերը, օրենքները եւ դրա հետ ընդդիմությունը գործ չունի։ Հայակվի անունը երևի լսել եք, ուրբաթ օրը մի քանի անգամ հնչեց որպես ուղիղ վտանգ իշխող ուժին վերարտադրվելու համար եւ պատահական չէ, որ մենք շատ ուշի ուշով հետևում ենք այս զարգացումներին եւ հասկանալի է, որ հենց մեր գործունեությունն է, անաչառ գործունեությունը, այդ անաչառությունը հավաստված է կենտրոնական տնտեսական հանձնաժողովի կողմից, ամենաանաչառ գործունեությունը եղել է խանգարող գործոն
այսպես ցանկալի արդյունք ապահովելու հարցում։ Ընտրությունների թափանցիկություն պահանջող սուբյեկտներն իրենք նույնպես պետք է թափանցիկ լինեն հանրության առաջ։ Պնդում են կարգավորման հեղինակները, ընտրություններից միայն 5 ամիս առաջ հիշելով հանրային հաշվետվողականության մասին։ Հիմա շատ է իշխանությունը խոսում այդ թափանցիկությունից, բայց իրականում ոչ թափանցիկ գործունեությունը հենց իշխանության կուսակցությունն է եւ դրա մասին սկսած դատական որոշումներ կան, դատարանի որոշմամբ է միայն քաղաքացիական պայմանագիրը պարտավորված եղել հասարակական կազմակերպություններին տրամադրել իր նվիրատուների ցանկը։ Կան լրագրողական փայլուն հետաքննություններ, որոնք պարզել են ուղղակի խայտառակ կոռուպցիոն մեխանիզմներ։ Կազմակերպություններ, բիզնես ստրուկտուրաներ, պետական գնումների ինչ-որ պատվերներ ստանում են, պայմանագրերը կնքում են, մեկ է շատ պատահական բոլորի կողմից նվիրատություններ է գնում իշխանության կուսակցության գանձանակ։ Պարզվում են բազմաթիվ դեպքեր, երբ որ մարդկանց անունով 1 միլիոն, 1.5 միլիոն դրամ նվիրատություններ են լինում, հետո պարզվում որ այդ մարդիկ ընդհանրապես տեղյակ չեն եւ նման գումար չեն էլ տիրապետում, որ նվիրատվություն տան։ Այսինքն մի հսկայական մեծ կոռուպցիոն մեխանիզմ է, սխեմա է, որը ցավոք սրտի Հայաստանում վերջին տարիներին հասարակական վերահսկողության, թուլացման կամ բացակայության պայմաններում իշխանությունը կարողանում է շատ ազատորեն կիրառել եւ եթե չլինեն հատուկենտ հետաքննող լրագրողական կառույցներ, լրագրողներ կամ քաղաքական նաեւ նույն падգամավորների գործունեություն, իշխանությունը անխոչնդոտ այդ բոլոր անօրինականություններն իրականացնելու է։ Ըստ փորձագետների դիտորդական առաքելության հավատարմագրման դիմումի մերժման հիմքերն ավելացնելով իշխանությունը փորձելու է ազգային ժողովի համապետական ընտրություններին ապահովել իր համար ցանկալի արդյունք։ Ընտրախախտումներին ուշով հետևող դիտորդները դեռ մինչև ընտրությունները կարող են հայտարարվել անցանկալի, իսկ նրանց փոխարեն ներկա կլինեն եվրոպական դրամաշնորհներ ստացող այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք կլինեն ցավին անտեղյակ, դավին անտարբեր։ Կան Հայաստան դիտորդական առաքելություններ, որոնք հայտնի խորհրդային ֆիլմի նման Լիսապավակը я, շփկամբինատ я, ընտրական օրենսգրքի փոփոխություն ես, սահմանադրության փոփոխություն ես, դիտորդություն ես, փաստերի ստուգում ես, ամեն ինչում ես եմ։ Ոստիկանների ընտրություն ես, պարեկների նշանակում ես, ավտոների ընտրություն ես։ Եվ դրանք բնականաբար այսպես է մերձ իշխանական այդ կառույցները փորձելու են կոմպենսացնել այն բոլոր սահմանափակումները, ճնշումները, որը առաջիկայում իշխանությունը նախատեսում է իրականացնել ընտրական Սրանք կադրեր են անցյալ տարվա Մոլդովայի խորհրդարանական ընտրություններից։ Իշխանությունը արգելեց երկու ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին։ Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը հաղթեց զբաղեցնելով առաջին տեղը։ Քվեարկության վերջնական արդյունքների վրա վճռորոշ ազդեցություն ունեցավ Սփյուռքի քվեն, քանի որ Մոլդովայի ներսում քվեարկողների մեծամասնությունը իրենց ձայնը տվել էին ընդդիմադիր կուսակցությանը։ Armenia have elections coming and what can we do to help them? Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Կքննարկենք, թե ինչպես կարող ենք նրանց օգնել։ Հայաստանը մեզնից օգնություն է խնդրել այնպիսին, ինչպիսին Մոլդովային ենք տվել, արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար։ Եթե Մոլդովայի իշխանությունները ընտրություններում հաղթեցին անցանկալի կուսակցություններին չեզոքացնելով, ապա արդյոք Հայաստանում քաղաքացիական պայմանագիրը նպատակ ունի վերարտադրվել դիտորդական առաքելությունը տապալելու միջոցով։ Այս առումով ասեմ, որ հիմա պատրաստում ենք նաև տարբեր միջազգային կառույցների ահազանգել իշխանության սկզբող այս արշավի մասին, բայց ցավոք սրտի վերջին շրջանի արտաքին քաղաքական նաև զարգացումները թույլ են տալիս կասկած ունենալ, որ որևէ մեկն էլ ականջալուր չի լինի։ Հիմա պետք է արձանագրել, որ Հայաստանում շատ ակտիվ ներկայություն են տարբեր եվրոպական եւ հասարակական կառույցներ եւ տարբեր կառույցներ, որոնց հասցեն տեղակայման կարծես Մոլդովայից հեզազահ փոխվում է դեպի Հայաստան։ Կուսակցությունների նկատմամբ սահմանափակումները արդեն կանխատեսվում են եւ լսել ենք նաև, որ իշխանամերձ
տարբեր խոսող գլուխներ այս կամ այն ընդդիմադիր կուսակցության գործունեությունը սահմանափակելու իրենց ընտրություններին մոտ չթողնելու կոչեր են արդեն անում եւ չեմ կարծում, որ մենք ընդհանրապես այդ կոչերով կսահմանափակվենք, այսինքն կլինեն գործողություններ հենց կուսակցությունների դեմ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 90-ականներին դաշնակցության գործունեությունների արգելված եւ կարծում եմ, որ ելի նմանատիպ գործելավոճի ականատես կլինենք։ 3 առաջ օրը Նարեկ Կարապետյանի բանակից ծառայությունից ազատվելու հետ կապված քննչական կոմիտեն փաստորեն պարզվեց, որ գործ է հարուցել, որը կարծում եմ ինչ որ սահմանափակումների կամ առնվազն ճնշումներ ստեղծելու պատրվակ ունի եւ ես կարծում եմ, որ մենք ավելի ու ավելի խորացող բռնաճնշումների ենք ականատես լինելու, դրան պետք է պատրաստվենք։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն վստահ է, Ռուսաստանը Վրաստանին վերադարձրեց իր ուղեցիր, ուժեղացնելով պատերազմի հանդեպ վախը։ Ըստ Մոլդովայի նախագահի այժմ Հայաստանը նույն ռազմավարության թիրախում է։ Այնպես չի, որ դիտորդները միայն ընտրատեղամասում քվեաթերթիկների վերահսկողության գործընթացին են մասնակցում, ամբողջ գործընթացին են մասնակցում։ Դա նշանակում է, որ դիտորդական զեկույցները աշխատավորական կոլեկտիվների, բժշկական, ուսումնական են կոլեկտիվներին, որ այսօր անխնա շահագործում է իշխանությունը, սկսած կեղտ պատարակների տանելու, վերջացրած զորակցության հանրահավաքների կամ այս կամ այն միջոցառումներին, այդ ամբողջի արձանագրումը բնականաբար նաև ազդում է ընտրությունների որակի գնահատման վրա եւ դիտորդական այդ զեկույցները իրենք հանդես են գալիս, այսպես ասեմ, որպես չեզոքը եւ այդ առումով շատ ավելի վստահելի են, քան թե ընտրությունների մասնակից կուսակցությունների գնահատականները։ Ինչ ազդեցություն կունենա այս օրենքը ընտրության արդյունքների վրա։ Արդյոք սա է, միայն սա է։ Կպակասի հասարակական վերահսկողություն ընտրությունների վրա, իշխանությունը շատ ավելի ազատ կարող է վարչական ռեսուրս կիրառել, անօրինականությունների դիմել, ֆինանսական մեծ հոսքեր ապահովել ընտրական գործընթացներում եւ սա ուղղակի կա ենթադրություն, հիմնավոր ենթադրություն, որ սա ծաղիկներն են եւ առաջիկայում ականատես կլինենք օրենսդրական տարբեր այլ փոփոխությունների։ Անկասկած, այս օրենքը սահմանադրական լուրջ հարց ունի, այսինքն այս օրենքի սահմանադրականությունը վիճարկելի է, մանավանդ որ հաշվի առնելով, որ ժողովրդավարության տարբեր սկզբունքների համաձայն այս ընտրական օրենսգրքում փոփոխությունները չպետք է լինեն ընտրություններին նախորդող 1 տարվա ընթացքում։ Այսինքն 1 տարվա ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները ակնհայտորեն դրանք ժողովրդավարական սկզբունքների խախտում են։ Սահմանադրականությունը վիճարկվելու է։ Ես կարծում եմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք ընդդիմադիր խմբակցությունների հետ, կարծում եմ, որ նրանց էլ է պարզ այս օրենքի, այս փոփոխությունների հակաժողովրդավարական լինելը։ Ես կարծում եմ, որ սա հարված է եւ հարձակում ոչ թե եւ ոչ միայն դիտորդների վրա, այլ ընդհանուր առմամբ ժողովրդավարության վրա։ Ժողովրդավարության չնչին մնացորդները արդեն վտանգված են։ Ընտրությունների արդյունքի վրա հունիսի թե հուլիսի սպասվող ինչ ազդեցություն, էական ազդեցություն է ունենալու։ Դժվար է գնահատել տոկոսային առումով ինչ ազդեցություն կունենա դիտորդական գործունեության սահմանափակումը, բայց կարծում եմ, որ սա նպատակ ունի ապահովել ընտրակեղծարարության անարգել ընթացքը։ Ընտրական օրենսգրքում նոր փոփոխությունները հուշում են մեկ բան։ 2026-ին մենք կարող ենք ականատես լինել ոչ թե դասական ընտրությունների, այլ բեմականացված գործընթացի, որտեղ անկախ դիտորդի դերը վստահված է լինելու բացառապես իշխանությանը հաջող խմբերին կամ անձանց, որոնք կարող են տառապել քաղաքական կուրությամբ։